Այն ժամանակ, երբ Մեքսիկայի սահմանին բարձրանում էր երկաթբետոնե պատը, ԱՄՆ-ի տարածքում կառուցվում են նոր անտեսանելի արգելքներ տեխնոլոգիական ընկերությունների և վիզայի համար դիմողների առջև։ Վաշինգտոնի ուղերձը կտրուկ է, ամերիկյան երազանքի դարպասները նեղանում են։ Այս խստացված քաղաքականության հետևանքներն արդեն տեսանելի են նաև Հայաստանի քաղաքացիների համար։ Նրանցից 2808-ը ըստ ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային հսկողության պաշտոնական տվյալների այսօր կանգնած է արտաքսման վտանգի առաջ։ Նույն վտանգի առաջ կանգնած ադրբեջանցիների թիվն ուղիղ 4 անգամ պակաս է՝ 709 մարդ։ Արտաքսման սպասող հայերի տագնապալի թիվը հենց այնպես չի առաջացել։ Դրան նախորդել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բազմաթիվ հանրային զգուշացումները վերջին 1 տարում, որոնք հորդորում էին չխախտել վիզայի ժամկետները։ Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիկ թույլ չտան Միացյալ Նահանգների օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում։ Սակայն սա միայն հայերին վերաբերող խնդիր չէ։ Արտաքսումների թիրախում են բոլոր ապօրինի ներգաղթյալները, առաջին հերթին Մեքսիկայի, Գվատեմալայի և Հոնդուրասի քաղաքացիները։ Ցուցակներում ընդգրկվածների մեծ մասի խախտումը ոչ թե քրեական հանցագործությունն է, այլ վարչական վիզայի ժամկետը գերազանցելը։ Միևնույն ժամանակ կտրուկ բարդացել են նաև օրինական ներգաղթի ուղիները։ Գրին քարտ ստանալն ավելի է դժվարացել կրճատ քվոտաների և ֆինանսական ինքնաբավության ավելի խիստ պահանջների պատճառով։ Օրինակ, եթե 2022-ին 1500 հայաստանցի է շահել գրին քարտ, 2024-ին 1400, ապա 2025-ին կանխատեսվում է 1200-ը։ Սակայն ամենացնցող փոփոխություններից մեկը տեղի է ունենում բարձր որակավորում ունեցող մասնագետների ոլորտում։ Թրամփի վարչակազմը հայտարարել է տեխնոլոգիական ոլորտին հարվածող նախաձեռնության մասին, պահանջելով ընկերություններից վճարել տարեկան $100,000 յուրաքանչյուր H1B աշխատանքային վիզայի համար։ H1B վիզաներն այն հիմնական գործիքներն են, որով ամերիկյան ընկերությունները հատկապես տեխնոլոգիական ոլորտում ներգրավում են տաղանդավոր մասնագետների Հնդկաստանից, Չինաստանից, Հայաստանից և այլ երկրներից։ Կարծում եմ, նրանք շատ գոհ են լինելու, բոլորը գոհ են լինելու, եւ մենք կկարողանանք պահել մեր երկրում մարդկանց, որոնք շատ արտադրողական են լինելու։ Իսկ շատ դեպքերում ընկերությունները մեծ գումար են վճարելու դրա համար, եւ նրանք շատ գոհ են դրանից։ Քննադատները պնդում են, որ H1B համակարգը թույլ է տալիս ընկերություններին ցածր պահել աշխատավարձերը, շրջանցելով տեղի մասնագետներին։ Մյուս կողմից Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, որ ինքը ժամանակին ունեցել է H1B վիզա, պնդում է, որ այս ծրագիրը կենսական նշանակություն ունի աշխարհի լավագույն տաղանդներին ներգրավելու եւ ԱՄՆ-ի մրցունակությունը պահպանելու համար։ Անկախ նրանից, թե դուք զբոսաշրջիկ եք, որից կարող են պահանջել մինչև $15,000 գրավ, թե բարձրակարգ ինժեներ, որին աշխատանքի ընդունելը կարող է ընկերության համար արժենալ տարեկան $100,000, ուղերձը մեկն է։ ԱՄՆ-ն կառուցում է նոր ֆինանսական պատ։ Ամերիկյան երազանքի համար պայքարը վերածվել է բարդագույն քննության, որտեղ յուրաքանչյուր քայլը պահանջում է ոչ միայն օրինապահություն, այլև զգալի ֆինանսական միջոցներ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։